Այս համարը գրված է Եփեսացիների թուղթից, որ Պողոս Առաքյալը գրած է 1:3-ը. Օրհնյալ լինի Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ օրհնեց բոլոր օրհնություններով, հոգեվոր օրհնություններով, երկնային տեղերում Քրիստոսով։ Հիմա ինչ ասում, Աստված օրհնեց մեզ բոլոր հոգեվոր օրհնություններով։ Մարդուն ինչ է պետք։ Առաջի հերթին մարդը մտածում է իր նյութական օրհնությունները։ Դրա համար Հիսուսը երկնքի թագավորությունից եկավ, մարդացավ, մարմին առավ, մարդու կերպարանք առավ, մարդ դարձավ, որպեսզի մեզ օրհնի այստեղ երկրի վրա։ Ամեն։ Եվ նա գրված է Եբրայեցիի մեջ, նա որ մարդացավ, քո բոլոր ճանապարհներով անցավ, որպեսզի քեզ ճանաչի որպես մարդ։ Եվ որպես մարդ նա հաղթեց ամեն տեսակ խնդիրների, որպես մարդ կատարեց բոլոր օրենքները Աստվածաշնչի մեջ գրված, բոլոր օրենքների մեջ նա մտավ եւ կատարեց Աստծո կամքը ամբողջությամբ, որպեսզի դու անոր յետևեն գնաս եւ այդ օրհնությունները վայելես եւ ինչպես ասում է Քրիստոս Հիսուսով նա արեց այդ ամենը։ Եթե խնդիր ունես ամուսնության, նա քեզ ստեղծելուց առաջ որոշել է թե դու ում հետ պետք է ամուսնանաս։ Եթե դու օրինակ մեկ տարբերակին չես հոժարում, երկրորդն ու երրորդը ունի, նա ունի քո ամուսնության հարցի պատասխանը։ Եթե բիզնեսի խնդիր ունես, նա քեզ ստեղծելուց առաջ ստեղծել է քո բիզնեսը։ Եթե դու ծնողի հարց ունես, որ ծնողներիդ կորցրել ես, նա ինքը հայր է եւ ճշմարիտ հայր է։ Եվ նա կարող է քո բոլոր զգացումները լցնել իր հայրական սիրով։ Ինչ կարիք որ ունես, եթե դու խնդիրներ ունես ինչ-որ մարդկանց հետ, խնդիրներ, եւ չես կարողանում հաշտվել, Քրիստոսը ինքը եկավ հաշտության պատգամով, որպեսզի նախ քեզ հաշտեցնի Աստծո հետ, հետո մնացած մարդկանց հետ։ Աստված քեզ սիրում է,